շատ քաղաքացիներ խոսում են, որ Եզրասը գցել է իրենց, ներողություն եմ խնդրում այս ձևակերպման համար, այլ գրական տարբերակը անկեղծ ասած չգիտեմ այս process-ի, գցել է նրանց եւ չի տվել քարի փողը։ Բայց ես վստահ եմ, որ նա Ռուսաստանում հայ համայնքից, գուցե նաև Ռուսաստանի պետական կառույցներից, գուցե այդ իրենց ազգային մեծն բարերարներ հորջորջող գործիչներից մեր հայազգի հսկայական թվով գումարներ է ստացել, այսինքն ինքը իրեն է հարստացրել, հասկանում եք, մենք բառից բուն իմաստով գործ ունենք մի հանցագործ տարի հետ եւ Եզրասը ոչ կար, ոչ ձայն կար, ոչ երբևէ Ռուսաստանի Դաշնության այդ եկեղեցում մենք ինչ-որ մի կարևոր ընդհանրապես Եզրասի անունը հայ համայնքի, Ռուսաստանում ապրող հայ համայնքի, հատկապես հոգևոր, մշակութային, գրական, կրթական process-ների հետ կամ այս ոլորտում մենք առհասարակ չենք լսել։ Մենք մեկ է Եզրասի մասին լսել ենք այն ժամանակ, երբ որ իր տան բակում հայ մեծն բարերար Սամվել Կարապետյանը այդպես որոշել էր, որ պետք է դառնա քաղաքական գործիչ եւ իրենից դուրս ինչ-որ հայտարարություններ էր անում, այ որ նա ձերբակալվեց, մեկ էլ տեսանք Եզրասը իր ամբողջ շքախմբով փաստորեն Հայաստան է եկել ի պաշտպանություն բարերար ազգային գործիչ եւ քաղաքականություն այսպես առաջին քայլերը անող Սամվել Կարապետյան։ Սա են այս մարդիկ,